գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների հարկերի գործընկերներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների հարկերի գործընկերներ և իհարկե սիրելի երիտասարդներ, մենք համոզվեցինք, որ երկի ու բարի ժամանակ, որ ամենակարևորը այս դահլիճում արդեն կա, դա ձեր տրամադրությունն է և ձեր հոգևորվածությունն է, և վստահ եմ, որ այդ էներգիան ու եռանդը օգնելու են, որպեսզի առաջիկա օրերի մեր համատեղ աշխատանքը լինի ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար, և մենք իսկապես կարողանանք տարբեր թեմատիկ քննարկումների միջոցով ավելի լսելի դարձնել առաջին հերթին ձեր ձայնը։ Երբ որ ասում ենք, որ երիտասարդների ձայնը ավելի լսելի պիտի դառնա, իրականում շատ կոնկրետ բաներ նկատի ունենք։ Նկատի ունենք, որ մշակվող տարբեր քաղաքականություններ պետք է հաշվի առնեն այն ազդեցությունները, որ թողնում են, և այդ ազդեցությունները պետք է բխեն նաև երիտասարդների շահերից և երիտասարդների օրակարգից։ Շատ հարցեր կան, որ քաղաքականությունների մշակման տիրույթում հայտնվում են ձեր շնորհիվ, այդ հարցերը ոչ ոք ուրիշ չի բարձրացնում, և ես սա շատ հաճախ եմ ասում, որովհետև այն փուլից, երբ որ մարտից սկսեցի առանձին ընդունելություն իրականացնել ուսանողների և աշակերտների հետ, տեսա, որ դրա շնորհիվ իմ սեղանին հայտնվում են հարցեր, որոնք ոչ մի ներողություն հասարակական կազմակերպություն չի բարձրացնում, ոչ մի միջազգային կազմակերպություն կամ որևէ այլ գերատեսչություն չի բարձրացնում։ Եվ այդ հարցեր են, որոնք իրականում կան, գոյություն ունեն, ձեզ հետաքրքրում են, ձեզ մտահոգում են, և այդ հարցերի մասին տեղեկանալու և այդ հարցերի լուծումները գտնելու համար մենք ձեզ հետ խոսելու կարիք ունենք։ Սա մեզ համար առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է, ձեզ լսելու և ձեր հետ միասին նաև վաղվա օրվա մեր աշխատանքը կազմակերպելու հարթակ է։ Ու ես շատ ուրախ եմ, որ այստեղ մենք ունենք ներկայացուցչական կազմ, մեր բոլոր մարզերից, Երևանից, մեր տարբեր համայնքներից ներկայացուցչություններ կան, որովհետև այստեղ էլ խնդիրները տարբեր են և շատ կարևոր է, որպեսզի երիտասարդության մի խմբի հետ մենք աշխատանքը չշփոթենք ամբողջ երիտասարդության կարծիքի և աշխատանքի հետ, և շատ կարևոր է նաև, որ դուք այստեղ լինելով ունենաք այն հանձնառությունն ու պատասխանատվությունը, որը մասնակից լինելով այս հարթակին, այնուհետև կարողանաք ձեր տարեկիցների, ձեր ուրեմն շրջակա նաև միջավայրում բնակվող այլ երիտասարդների ձայնը հասանելի դարձնել, խողովակ հանդիսանալ նաև նրանց լսելիության համար, և կարծում եմ, որ դուք այստեղ լինելով արդեն այդ հանձնառությունը ձեզ վրա վերցրել եք, և գիտեք մի շատ մարդկային բան ասեմ, երիտասարդության շրջանը մի շրջան է, որը նաև վախերի շրջան է, մտահոգությունների, տարբեր բաներ մտածելու և նաև սեփական անձի կողմից այդ ամենը իրականացնելու մասին հնարավորությունների մասին մտահոգվելու շրջան է, այնպես չի, որ բոլոր երիտասարդները այդ վախերը հեշտությամբ են հաղթահարում, այնպես չի, որ բոլոր երիտասարդները կարողանում են շփման շրջանակ ստեղծել, ինքնադրսևորվել, ինքնաարտահայտվել, դուք այստեղ եք, որովհետև դա արդեն կարողացել եք անել, բայց ձեր շուրջը կան հաստատ մարդիկ, ովքեր իրենց այդքան վստահ չեն զգում, ովքեր գուցե շատ բան ունեն ասելու, բայց սովորաբար չեն խոսում, և շատ լավ կլինի, որպեսզի մենք միասին կարողանանք նաև այնպես անել, որ այս գործընթացը դառնա ավելի ներառական ու ավելի մասնակցային, որպեսզի ոչ թե մեր տարբեր երիտասարդական քննարկումների ժամանակ մենք արդեն տեսնենք մեզ ծանոթ, հաճելի, բայց նաև կրկնվող դեմքեր, այլ մենք կարողանանք նաև մեր քննարկումներին մասնակիցը դարձնել մարդկանց, որոնք այդտեղ լինելու անհրաժեշտություն ունեն, կարիք ունեն, խոսելու բան ունեն և գուցե որոշակի աջակցության, քաջալերման, ոգևորման